Ողջույն Հայաստան, ողջույն Սփյուռք։ Այսօր մեկնարկում է թատրոնի փուլի երկրորդ օրը։ Սա արդեն պայքար է բացառապես ուժեղների միջև։ Հետևեք, որովհետև այս ամենը կոչվում է ժողովրդական երգիչ։ Ես Արայիկն եմ Ավետիսյան, ծնվել եմ 1995 թվականի օգոստոսի 24-ին Էջմիածնում։ Երգել սկսել եմ մանկուց, իսկ երգելու շնորհքը ինձ անցել է իմ ծնողներից, հայրիկս եւ մայրիկս լավ երգել են ժամանակին։ Մայրս ունի երաժշտական կրթություն, բայց ինչ-ինչ պատճառներով չի շարունակել։ Սովորել եմ եւ ավարտել եմ Ջիվանու անվան աշխուհական դպրոցը։ Սովորելու տարիներին ստացել եմ դիպլոմներ եւ գովասանագրեր լավ առաջադիմության համար։ 2006 եւ 2007 թվականներին մասնակցել եմ Էջմիածնում կատարվող երգի մրցույթներին եւ գրավել առաջին տեղը։ Այժմ սովորում եմ Երևանի Կոմիտասի համապետական կոնսերվատորիայում։ Ուզում եմ դառնամ լավ երգիչ մեր ժողովրդի համար։ Ինձ համար լավ երգիչներ են մեր վարպետները՝ Ռուբեն Մաթեոսյան, Թովմաս Պողոսյան, Օֆելիա Համբարձումյան, մեր մեծերը։ Մասնակցում եմ ճիշտ ասած հաղթանակի համար։ Իսկ ժողովրդական երգիչ նախագծի եկել եմ մասնակցելու իմ եղբոր հաջողությունները տեսնելով, որը իմ քեռի տղան է, նա մասնակցում էր «Պարիթ է կարող ես» նախագծում, Ռոբերտը, եւ նրան տեսնելով շատ ուրախացել եմ եւ հույսով եմ իմ հաջողություններով նրանք ուրախանան, կարողանամ անցնել տասնյակ եւ ուրախացնել նրանց։ Ինձ դուր է գալիս մրցակցությունը նրա համար, քանի որ այդտեղ փորձում ես քո ուժերը եւ ինչու ոչ դու կարող ես տեսնել դու ես լավը, թե քո ընկերը, թե քո մրցակից, չեմ ուզում ասեմ, մասնակցում եմ հաղթանակի համար, իսկ եթե տասնյակում չլինես, պարզ է, որ հաղթանակը ընդհանրապես չի երևա։ Պետք է լինես տասնյակում, որ մրցակցես եւ դառնաս հաղթողը այս նախագծի։ Աչքիս առաջ մաներ գալի ամենքդ մեկ-մեկ թերի Աչքիս առաջ մաներ գալիս Բայց ինչ է կարող գերի էլի արիս եմ գոհում էլի փերուս եմ Yarı
Gashkalay divanasir Arin zan Gashkalay divanasir Haya sire Adab sire Ar sire Haya sire Adab sire Ar sire Aşkar kız kunnelinç bitistanis Aşkar kız kunnelinç bitistanis Astvat sire Hoki sire Yar sire Astvat sire Hoki sire Yar sire Գոհ ես ելույթիցդ։ Ոչինչ, որ ասեմ շատ գոհ եմ չէ, բայց լավ էր։ Ավելի լավ լիներ։ Հա, դե իհարկե, ինչ որ դրսում ստացվում է մտնում ենք ներս հուզմունք, վախ սենց։ Եկարի սիրտ մնադուն են դամաղին Եկարի սիրտ մնադուն են դամաղին Հալալ մտիկ արահացի ու աղի Հալալ մտիկ արահացի ու աղի Եմ բաննարա մարդվրեք չծիծաղի Եմ բաննարա մարդվրեք չծիծաղի Խրած սիրե, սաբր սիրե, շար սիրե Խրած սիրե, սաբր սիրե, շար սիրե Հա, շատ, շնորհակալություն, գոհ եմ։ Լավ է։ Ստայց որ կասնես հաջորդ քո։ Այդքան էլ վստահ չեմ։ Sayatnova ernekistesanis Sayatnova ernekistesanis Hokut khatrin mamnudum rengesanis Hokut khatrin mamnudum rengesanis Tekuzis vur datastan chtesanis Tekuzis vur datastan chtesanis Vank sire anapat sire kar sire Vank sire anapat sire kar sire Ես Արմենուհի Ներսիսյանն եմ, 22 տարեկան, ծնվել եմ քաղաքապարանում։ Երգել դեռ սկսել եմ շատ մանկուց, փոքր տարիքից։ Ծնողներս նկատեցին իմ մեջ երգի հանդեպ սերը եւ որոշեցին, որ ես ընդունեմ երաժշտական դպրոց։ Երգը ժառանգել եմ հայրիկիցս։ Ես ընդունվեցի երաժշտական դպրոց 4 տարի ավարտելուց հետո, այնուհետև որոշեցի որ պետք է ընդունեմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը։ Ընդունվեցի 4 տարի ավարտելուց հետո, ինչ-ինչ պատճառներով չկարողացա շարունակել այն, բայց ես ինքս պարապում եմ ինձ վրա, անհատական սկսեցի պարապել։ Ինչու ընտրեցի հենց այս մասնագիտությունը, որովհետև ես առանց երգի իմ կյանքը չեմ պատկերացնում ու հենց ժողովրդական երգը մասնակցում եմ ժողովրդական երգիչ նախագծին, որովհետև կարծում եմ, որ ես տվյալներ ունեմ այդ նախագծին մասնակցելու։ Օլոր մոլոր գնացի, արյուն արդյունք թափեցի, այնպես մի հրեշտակ տեսա, բայց ավախշուց զրկվեցա։ Առաջին փուլում ներկայացրեցի Շերամ օլոր մոլոր, ներկայացրեցի ոչ շատ լավ, բայց կատարեցի։ Ժյուրին գոհ էր, մի քիչ թերություններ կային բնականաբար, բայց հաղթահարեցի այդ փուլը։ Սիրուն ես երգում, գեղեցիկ ես երգում, աշխատի չսխալվել։ Թերությունս իմ կաշկանդված լինելն էր, հուզվածությունը, ընդամենը մեկ քայլ է մնացել, որպեսզի երազանքս կատարվի, եւ կարծում եմ, որ ես ինքս պետք է ինձ մեջ ուժ հավաքեմ, չկաշկանդվեմ եւ հաղթահարեմ այդ փուլը։ Գտնում եմ, որ կկարողանամ, հույսեր ունեմ, չգիտեմ ոնց կլինի, բայց հույսեր ունեմ։ Դուրը բացի են սարի, որ մունքով լի շուրթերի
վարսերնալի կալիք է շոբաչքերը երազում խալը երկնի անկիկ է շոբաչքերը երազում խալը երկնի անկիկ է սարի ճամփով թե որ գա աղբյուրները դայգա համբի ճամփով թե որ գա աղբյուրները լուրը գուսանաշոտ նազելիվ հրեշակի թևերով երկնի ճամփով թե որ գա աղբյուրները լուրը գուսանաշոտ նազելիվ հրեշակի թևերով երկնի ճամփով թե որ գա աղբյուրները լուրը ախ իմ սերը կրակ է հույսի կամ թեղ ջրակ է հազար հույսեր ունի նա քաղցրան է ձեն կրակ է հազար հույսեր ունի նա քաղցրան ուրմի տաջակ է հազար հույսեր ունի նա քաղցրան ուրմի տաջակ է Դավիթ եմ Սեթրակյան, սովորում եմ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի 3-րդ կուրսում։ Մինչև Առնո Բաբաջանյանի քոլեջը սովորել եմ Ջիվանու անվան աշխուղական դպրոցում։ 17 տարեկան եմ, շատ եմ սիրում երգել։ Մեր ազգում շատ են եղել երաժշտություն սիրողներ եւ երգը սիրող, ժողովրդական երգերը սիրող, բայց որ ինչ որ մեկը լուրջ տրամադրված էր որպես մասնագիտություն վերցնել երաժշտությունը կամ երգը, չէ, միայն ես եւ հայրս ենք եղել, որ հայրս դուդուկահար է, ես էլ երևի ապագա երգիչ, ժողովրդական երգիչ։ Առաջին փուլում միջև բեմ դուրս գալը այնքան էլ հուզված չէի, բայց որ արդեն ներս էի մտնում, հուզվածությունը ահավոր մեծ էր։ Երգեցի դուրս եկա, շատ լավ երգել եմ։ Հետո արդեն երկրորդ փուլում արդեն հուզվածությունը ավելի քիչ էր։ Ավելի քիչ, ոնց որ համարյա չկա հուզվածություն։ Երազանքներիս իրականացման համար առաջին ոնց որ քայլն է, էլի, ժողովրդական երգիչի մասնակցելը եւ լավագույնների մեջ ճանաչվելը, ընդգրկվելը։
Շով փերիսկա երազներով իր բարի դուրս բացի սուրբ ցեքին գումուկն առած հովսարի նահուր բերի օջախից ծուխելի ծիրանի սփռոց բացեմ այգուս մեջ արբեմ տեսքով իմ յարի նահուր բերի օջախից ծուխելի ծիրանի սփռոց բացեմ այգուս մեջ արբեմ տեսքով իմ յարի Սրբավայրի ծաղիկ ես, վարդավարի շաղիկ ես Լույսեց այդում աչքերից հայոց երբ մի ամպիկ է Լույսեց այդում աչքերից հայոց երբ մի ամպիկ է Կցանկանամ, որ շատ եմ ցանկանում, որ ընտրեն, իհարկե Կարծում եմ կընտրեն Ներկա եղա հազար մի ուրախության հանդեսի Իմ սիրածին երբ տեսա երկնակամար ես ասի Առանց նրա կթոշնեմ խինտուցի ծաղ չեմ տեսնի Իմ սիրածին երբ տեսա երկնակամար ես ասի Առանց նրա կթոշնեմ խինտուցի ծաղ չեմ տեսնի Սերը սարի եղնիկ է Վարսեն ալիք ալիք է Ծով աչքերը երազում խալա երկնի ամպիկ է Ծով աչքերը երազում խալա երկնի ամպիկ է Ամենայն դեպս աշխատել եմ անել առավելագույնը Բայց հաստատ չեմ կարող ասել ինչ կլինի Ես Մանուկն եմ Հովանեսյան, ծնվել եմ 1992 թվականին դեկտեմբերի 4-ին։ Երգել սկսել եմ 9 տարեկանից։ Մեր ընտանիքում երգել են տատիկս է երգել, մայրս էլ է երգել, բայց չեն լուրջ չեն շարունակել։ Այդպես միակ մարդն եմ, որ երգում եմ, չի եղել երգիչ։ Եվ 9 տարեկանից հաճախեցի Ջիվանո անվան աշխուհական դպրոց։ Այնտեղից մասնակցել եմ մի շարք մրցույթների, ստացել եմ առաջին տեղ պատվոգրեր։ 2010 թվականին ընդունվեցի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Այնուհետև կես տարի սովորելուց հետո գնացի բանակ։ Ծառայության ընթացքում մասնակցել ենք մի շարք համերգներ ենք տվել Ղարաբաղի տարբեր շրջաններում, քաղաքում եւ այդպես։ Վերադարձել եմ արդեն 1 տարի եւ նորից շարունակում եմ իմ ուսումը, երկրորդ կուրս եմ արդեն։ Եվ ժողովրդական երգիչը դեռ արդեն 2008 թվականից որ մեկնարկվեց, ես շատ էի ուզում մասնակցել, այն տարիքս չէր համապատասխանում, դրանից հետո ձայնիս անցման շրջան էր գալի, 3-րդին արդեն ծառայում էի եւ 4-րդին վերջապես եկա եւ մասնակցեցի։ Այսօր ես իմ յարին տեսա, թուխմազերը ոլորացեր, բարև տվի, բարև չարավ, տեսնես ինչու մոլորացեր։ Եվ շատ ուրախ եմ, որ հասել եմ այսքան տեղ եւ ուզում եմ տասնյակում էլ հայտնվել։
Arinzan kaşkalay divanasir Arinzan kaşkalay divanasir Alasire adapsire arsire Ayasire adapsire arsire Aşkar kız kunali hiçbir distani Aşkar kız kunali hiçbir distani Asfalt sire Hoki sire yar sire Asfalt sire Hoki sire yar sire Saber sire, şar sire, ferhat sire, saber sire, şar sire. Sayat nova, ernekiste esanis, sayat nova, ernekiste esanis, okut hatri, manutumra kesanis, okut hatri, manutumra kesanis, pekuzis vur, datastan çetesanis, pekuzis vur, datastan çetesanis, bang sile ana basile kasile, bang sile ana basile Ֆայազյան Մարիան եմ, 16 տարեկան, ապրում եմ Երևանում, սովորել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, 5 տարի երգի բաժին եւ 3 տարի կանոնի բաժին սովորելուց հետո տեղափոխվել եմ Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցը, նորից ժողովոկալ եւ կանոնի բաժինները, շատ եմ սիրում ժողովրդական երգը, մեր մեջ կա էլի 2012 թվականին մասնակցել եմ Գյումրու վերածնունդ մրցույթ փառատոնին, զբաղեցրել եմ երկրորդ տեղը։ Պապիկս երաժիշտ է, երկու պապիկներս էլ երաժիշտ են եղել, մեկը նվագում է թար, մինչև հիմա, իսկ մյուս պապիկս նվագել է, թարահար է եղել, նվագել է կանվորն ու ինքնագործ անսամբլում, հայրիկս նույնպես երգել է ու հիմա էլ է երգում, ինձ սովորեցնում է, ինչպես ճիշտ երգեմ, ճիշտ խորհուրդներ է տալիս, Եվ որոշեցի մասնակցել ժողովրդական երգին, ավելի ճիշտ պիտի հայտագրեի, նել թաքուն իմ ամենամոտ ընկերուհին ինձ հայտագրեց ու իմացել եմ մի քանի օր հետո, շատ եմ ուրախացել, շատ շնորհակալ եմ իրանից, ճիշտ ասած ուզում եմ ուժերս փորձել, քանի որ շատ եմ սիրում, ցանկացա մասնակցել, տեսնենք ինչ կլինի էլի։ Քանի երգեիք մենակ թե չսպասեիք։ Շատ։ Այնքան որ մինչև ասեին ես պատասխանել, մենակ չսպասեինք էլ այսքան։ Շատ ինչ նկատի ունեք 4.5 երգ։ Կերգեի, այդքան կերգեի։ Շատ լավ ձեզ հաջողություն։ Hanzets
ես կարծում, այոների մեջ ես թե ոչերին։ Ճիշտն ասած 50-50, որովհետև Միջին ցուցակ չունենք իդեպ ասեմ կամ այո կամ ոչ։ Չգիտեմ, երկուսին էլ պատրաստվում եմ, տրամադրվել եմ, բայց ավելի շատ կցանկանայի, որ լինեմ այոների մեջ։ Չգիտեմ, շատ կցանկանամ մասնակցել, որովհետև այս նախագիծը շատ եմ սիրում։ Բավականին լարված եք սպասում, վստահ չեք, որ անցել եք հաջորդ փուլ։ Խնդիրը վստահ չի, ուղղակի այս սպասումը ավելի մեծացնում է լարվածությունը, չգիտեմ։ Սպասելն է դժվար թե երգելը։ Կասեի սպասելը, անկեղծ, եթե ասեմ, հաստատ սպասել։ Էնում Յարին էիր գովում, տենց ժպտեր ես, բան Լեյլան ես տենց հատկական կինո եք խաղում իրար եմ։ Չէ, չկա Յար, որպես գովար, հա։ Ոնց է երգում առանց Յար, տենց սիրելի Յար ես գովում։ Դե պատկերացնում ենք։ Սիրուններ միքնեղելա, որ միշտ իմ Յարիս եմ գովում, սիրուններ միքնեղելա, որ միշտ իմ Յարիս եմ գովում, դուք իմ դարձες չեք իմանում, էնտի Յարիս եմ գովում, էլի Փերուս եմ գովում, սիրունիկ Յարիս եմ գովում։ Դու գոհ եք ձեր ելույթ։ Այո։ Իմ քիչ լարված։ Լարված լավ ելույթ էր։ Գոհ եմ, այո։ Թեկուս լինի կաղամնա, թևիկներդ լայն բացած, թեկուս լինի կաղամնա, թևիկներդ լայն բացած, ճախրելով են բարձրանը, էլի Յարիս եմ գովում, էլի Փերիս եմ գովում, սիրունիկ Յարիս եմ գովում։ Լավ ես պատրաստվել։ Լավ։ Գիշերը քնել ես։ Հա, Անցնելու ես հաջորդ փուլ։ կարծում եմ։ Ամենքդ մեկ փերի աչքիս առաջ ման եկանի ամենքդ մեկ փերի աչքիս առաջ ման եկանի բայց ինչ չեք կարող կերի էնտի Յարիս եմ գովում, էնտի Փերուս եմ
Ամենից դժվար բանը ընտրությունն է։ Սրանք Ֆլորա Մարտիրոսյանի խոսքերն են։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Լավ, չխանգարենք ժյուրին, որովհետև 50 մասնակցի ճակատագիրը լուսանկարների տեսքով նրանց ձեռքերում է։ Իսկ նրանց մաղթենք երկարատև, բայց ճիշտ ընտրություն։ Մի րոպե, ջանը, ջան։ Էս, այո, էս, այո, էս։ Չէ։ Մեզ հաջողություն։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ մասնակցության համար առաջին հերթին եւ շնորհավորել այն ճանապարհի համար, որ անցել եք միջև այս փուլը։ Դուք մնում եք նախագծում, թե լքում եք նախագիծը, ինձ թվում է դա այդքան էլ կարևոր չի, որովհետև նախագիծը կարծում եմ բոլորիդ համար մեծ դպրոց եղավ, մեծ փորձ եղավ։ Դուք արդեն փորձ ունեք մրցույթներին մասնակցելու, դուք արդեն կարողանում եք, ինձ կարծում եմ, որ ավելի օբյեկտիվ գնահատեք ձեր ուժերը, դուք ինձ թվում է ընդունակ եք ընկերոջ հաջողությամբ ուրախանալու եւ տխրելու հակառակ դեպքում։ Գիտեք, չէ՞ բոլորդ, որ դուք մրցույթ եք մասնակցում, իսկ մրցույթին ինչ է լինում։ Լինում են հաղթողներ եւ պարտվողներ։ Ինձ թվում է, այս դեպքում պարտվողներ չկան, որովհետև դուք դեռ երիտասարդ եք, ամբողջ կյանքը դեռ առջևում է, դուք նորից մրցույթների կմասնակցեք, եթե իհարկե պարտվել եք, եւ հաղթողները վաղը կարող են պարտվողներ լինել, չէ՞։ Ես ուզում եմ դուք չտխրեք, դուք հավաքեք ձեր ուժերը, որովհետև դրսում կյանքը շարունակվում է, դրսում էլ պայքար կա, մրցակցություն կա եւ շարունակեք պայքարը դրսում։ Ցավում եմ, բայց դուք բոլորդ լքում եք նախագիծը։ Ես կարող եմ ասել բարձր ասել, որ սա երաժշտական նախագծերի առումով լավագույն կարող եմ ասել նախագիծն է, որովհետև այստեղ հիմք է դրվում եւ շարունակում եւ ճանաչվում իսկապես այն արմատը, այն ամենակարևոր արժեքը, որին կոչված է ծառայելու հայը։ Մենք բոլորս եւ առանձնապես մենք, որովհետեւ մենք այսօր փորձում ենք ձեզ ճանապարհ տալ շատ կարևոր, այսպես ասեմ, մշակութային մեծ ասպարեզ, որտեղ հայ երգը պիտի լինի դոմինանտ։ Կարծում եմ, որ այստեղ կան մարդիկ, որոնք որ անցնում են եւ կան մարդիկ, որոնք որ չեն անցնում, բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Ինձ համար բոլորդ հաղթող եք, ինձ համար բոլորդ անցած եք, բոլորս միտված ենք նույն ամենակարևոր առաքելությանը։ Փոխանցել հայ երգը սերնդե սերունդ։ Սա ամենակարևորն է։ Անկախ նրանից, թե այսօր ով է անցնում, ով չի անցնում, սա է
մեր բոլորիս ամենակարևոր առաքելությունը։ Ես հպարտ եմ ձեզանով, իսկապես հպարտ եմ, անկախ ամեն ինչից, թե ովքեր կհայտնվեն գալա համերգներում, ովքեր կլինեն եթերում, դուք բոլորդ շնորհքով երիտասարդներ եք, հավատացեք ինձ, բոլորդ շնորհքով եք։ Երեխեք ջան, պիտի ասեմ, որ դուք բոլորդ անցնում եք հաջորդ փուլ։ Շնորհավորում եմ, որ այս կարճ ժամանակում 3-4 անգամ ենք հանդիպել, բայց դուք մնացել եք մեր հիշողության մեջ, ձեր ձայնով, ձեր զգացմունքներով, ձեր կատարումներով, ամեն մեկիդ կատարումը հիշվում է։ Դե գիտեք, մրցույթը եւ պետք է լինեն հաղթողներ եւ պետք է լինեն պարտվողներ։ Ցավոք, այսպես են մրցույթի կանոնները։ Հիմա ես կկարդամ ոչ թե անուններ, այլ թվեր, համարներ եւ կխնդրեմ ձեզ կարդացած այն համարները, որ ես կարդում եմ, կանգնեն աջ կողմի վրա։ 269 համար 466 187 174 149 350 350 060 311 88 579 եւ վերջի համարը 007 Մեկը մեկից լավ խումբ է, բոլորին շատ սիրում եմ, բոլորը եթե հարսել են այս էտապին, նշանակում է բոլորը շատ հրաշալի երգիչներ են, հրաշալի կատարողներ են եւ ունեն շատ արժանինքներ։ Ես հիմա կհայտարարեմ որ կողմն է անցել եւ որ կողմը չի անցել նախագծի մյուս փուլ։ Այսօր տուն է գնալու բայց ես չեմ ասում անվերադարձ մյուս նախագծին անպայման կսպասենք, որովհետև հրաշալի ձայներ ունեք դուք եւ ցավոք այսօր պետքա ձեզ հրաժեշտ տանք, այսօր տուն պետքա գնա ձախ կողմի խումբը։ Ես չգիտեմ, թե ով է կանգնելու Սևակ Ամրոյանի, Հայկուի Բաբախանյանի եւ Պետրոս Պետրոսյանի կողքին։ Այսօր այսքանը կհանդիպեն workshop փուլում։